Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, երբևէ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում պետությունը այնքան մոտ չի եղել իր քաղաքացուն, իր ժողովրդին, իր տիրոջը ուղիղ իմաստով, քան այժմ։ Երբևէ ենթակառուցվածքները այնքան հասանելի չեն եղել Հայաստանի ամենահեռավոր գյուղին, ամենահեռավոր համայնքին, երբևէ ավիացիան այնքան մատչելի չի եղել, այնքան մոտիկ չի եղել Հայաստանին, աշխարհը այնքան մոտիկ չի եղել յուրաքանչյուր ցանկացողին, ով ցանկանում է այցելել Եվրոպա, ցանկանում է այցելել Միջին Արևելք, ցանկանում է այցելել ԱՊՀ երկրներ, երբեք այդքան հասանելի չի եղել տրանսպորտային ենթակառուցվածքները։ Ենթակառուցվածքների տեսանկյունից նույնիսկ հեծը երբեք այնքան մատչելի չի եղել, այնքան մոտիկ չի եղել իր քաղաքացիներին, որքան հիմա է։ Երբ խոսում ենք պետության մասին, առաջին հերթին իհարկե նաև իրավական պետության նկատի ունենք եւ Պարեկների աշխատանքը այսօր եւ ոստիկանության աշխատանքը դժվար է գերագնահատել, որովհետեւ ես կարծում եմ մեր քաղաքացիները իրենց ամենօրյա շփումների ժամանակ փաստում են, որ երբեք պարեկները, ոստիկանները այդքան մոտիկ չեն եղել իրենց կարիքների բավարարմանը եւ այն ժամանակներում, երբ որ մարդիկ խուսափում էին փողոցում ոստիկաններ հանդիպելիս, ճանապարհներին խուսափում էին պետավտոտեսու չհանդիպելիս, այսօր արդեն կարելի է արձանագրել, որ նրանց միայն մոտենում են օգնելու նախապայմանով եւ մարդիկ ուղղակի հաճույք են զգում շփվելով իրենց պետության ներկայացուցիչների հետ։ Առողջապահությունը երբեք այդքան մոտիկ չի եղել ընտանիքներին։ Մենք իհարկե անընդհատ մանավանդ տարիքով մեծերին փորձում ենք ուղղորդել առողջապահության համակարգեր եւ շատ հաճախ դա մեզ մոտ չի ստացվում, բոլորը թողում են, ոնց որ ժողովուրդն է ասում, վերջին միջև դանակը ոսկորին է հասնում, նոր են գնում դիմելու, բայց իրականությունը այն է, որ մարդիկ ուղղակի չէին ցանկանում իրենց ընտանիքներին նեղություն տալ, չէին ցանկանում իրենց երեխաներին նեղություն տալ, թոռներին նեղություն տալ, ընտանիքներին, կանանց, երեխաներին եւ չէին ուզում ուղղակի իրենց ընտանիքից հացը կտրել, իրենց առողջական, նույնիսկ քրիտիկականի հասնող խնդիրները լուծել։ Եվ այսօր մենք կարող ենք արձանագրել, որ նույնիսկ միջին տարիքի մարդիկ, աշխատողները, ում հասանելի է պարտադիր ապահովագրության համակարգը, գնում դիմում են իրենց անընդհատ հետաձգած առողջական խնդիրները լուծելու համար։ Ես երիտասարդ գործարարների եմ հանդիպում, ովքեր ասում են, մենք գնում ենք ողնաշարի խնդիր ունենք, գնում ենք հիմա անենք մեր հետաձգած, չնայած որ մեծ հաշվով գուցե նույնիսկ դա իրենց համար շատ ֆինանսական բեռ չէր, բայց այնուամենայնիվ ուզում են իրենց ներդրումը կատարել իրենց երեխաների ապագայի մեջ, ուզում են կատարել իրենց ընտանիքների ապագայի մեջ, բայց այսօր պետությունը այդքան մոտիկ չի եղել իր քաղաքացիներին օգնելու նրանց չհետաձգել առողջական խնդիրները եւ այդ ներդրումները այնուամենայնիվ կատարել իրենց երեխաների ապագայի մեջ, կրթության մեջ, իրենց ընտանիքի բարեկեցության համար, բայց նաև օգտվել առողջապահական համակարգի ընձեռած այս հնարավորությունից։ Համայնքներում սուբվենցիոն ծրագրերը, ահռելի քանակներով, որոնք կատարվում են կառավարության աջակցությամբ, կառավարության կողմից, մեր հարկատուների վճարած հարկերի հաշվին, երբեք այդքան հասանելի չեն եղել։ Պետությունը երբեք այդքան մոտիկ չի եղել ռազմաարդյունաբերողներին։ Ռազմաարդյունաբերական համալիրին տրված հարյուրավոր միլիոն դոլարների պատվերները երբեք այսքան մեծ ծավալով չեն եղել, նույնիսկ դրան մոտ ծավալներով չեն եղել։ Այսօր ռազմաարդյունաբերողները զարգանում են, գործարաններ են կառուցում, պատրաստվում են արտահանումներ կատարել, հազարավոր աշխատակիցներ են ընդունում աշխատանքի։ Այս հարցերը ֆունդամենտալ, հիմնարար ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության կայացման համար։ Ոչ միայն ռազմաարդյունաբերական համալիրի, այլ ընդհանրապես տնտեսության կայացման համար։ Եվ սրանք դժվար է գերագնահատելը։ Երբեք Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը այդքան մոտ չի եղել տնտեսավարողներին, որքան հիմա։ Տրվող լիզինգային ծրագրերը, նոր նախագծերին տրվող ներդրումային աջակցությունները, արտահանմանը ուղղված աջակցությունները, միջազգային ցուցահանդեսների մասնակցության աջակցությունները,
Նույնիսկ պետեկամուտների կոմիտեի հարկահավաք գործընթացի ընթացքում այժմ վերվող ռեֆորմների արդյունքներում կատարվող աջակցության ծրագրերը, որոնք իրականում արդեն միտված են, որը որ մենք երազում էինք, որ այդպես լինի, միտված են գործարարին աջակցելու, այլ ոչ թե պատժելու մեխանիզմներով։ Նույնիսկ այս տեսանկյունից երբեք պետությունը այդքան մոտ եւ աջակցող չի եղել։ Վերջապես ուզում եմ անդրադառնալ Հայաստանի ընտրական համակարգին եւ քաղաքացիների ընտրության իրավունքին։ Սիրելի հայրենակիցներ, մենք ամեն ընտրության օր արթնանում էինք ստրեսով լի, ընտրատեղամասերը ստրեսով, անհանգստությամբ լի էին, մինչև 2018 թվականը։ Ես կարող եմ ասել, որ մեր հանրապետության քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը տհաճությամբ էր գնում ընտրատեղամասեր, որովհետև դրանց դիմացում, ներսը, տարատեսակ ընտրական օրերին խուլիգանական խմբերի եւ բակային ինչ-որ տենց ճակերտավոր հեղինակությունների խմբեր էին կուտակված լինում։ Քաղաքացին իր քվեն նետում էր քվեատուփը, առավոտյան արթնանում էր, տեսնում էր իր քվեն, որը նետել է քվեատուփը, այնպեսին չի, ինչպեսին ինքը նշել էր։ Եվ ստիպված էր լինում դուրս գալ փողոց։ Ստիպված էր դուրս գալ փողոց, երկարաժամկետ, ամիսներով, օրերով փողոցում անցկացնել իր ընտրության իրավունքը, իր ձայնի իրավունքը պահանջելու համար։ Եվ իհարկե նաև իր կյանքը, առողջությունը, իր հարազատների ազատության իրավունքը, կյանքը եւ առողջությունը դնելով այդ զոհասեղանին։ Այսօր այլևս դրա կարիքը չկա։ Այսօր քաղաքացին մտնում է ընտրատեղամաս, որտեղ ամեն ինչ հանգիստ է, բաց է, թափանցիկ է, մտքում ունենալով միանշանակ մեկ պատկեր։ Այն քվեաթերթիկը, որը ինքը նետելու է քվեատուփի մեջ, որոշիչ է լինելու Հայաստանի Հանրապետության ապագայի, իր ապագայի եւ քաղաքական համակարգի ձևավորման համար։ Ես կարծում եմ, մենք պետք է տոնենք այս բոլոր նվաճումները, որոնք այսօր կան, մտքում ունենալով նաեւ աշխատանք տանել, անտրտունջ աշխատանք տանել այն բոլոր խնդիրները լուծելու համար, որոնք իհարկե մեր աչքի առաջ ունենք։ Շնորհակալություն եմ հայտնում եւ բարի երթ եմ մաղթում կառավարությանը իր կարևոր աշխատանքի մեջ։ Շնորհակալ եմ։